Վերջին ժամերուն կարևոր զարգացումներ տեղի ունեցան հատկապես իրանյան ճակատի վրա ճիշտ է որ դարբեր վերլուծաբաններ ակնարկներ գնային թե Իսրայել գրնահարվածել Իրանը եւ անցնող 5-6 օրերուն ամերիկյան մամուլը ողողված էր այդպիսի վերլուծություններով թե անպայման Իրան հարվածներ պիտի գրե եւ այդ առումով Միացյալ Նահանգները կանաչ լույս տված է արդեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին եւ այդ հարվածները ճուշացան իրավիճակը ամեն բարակայի ինձի գհուշե Լիբանանի մեջ տեղի ունեցող դեպքերուն զուգահեռական մկցել, որովհետև այնինչ որ կատարվեցավ ոչ միայն անագնկալ էր, արդեն բոլորս կենտադրեինք, որ Իսրայել մեծ քաշի անագնկալ պիտի ստեղծե, բայց ոչ այս կարգի ու ամենազարմացնող այն էր, որ մինչև այս բահը Իրանը հագաստելու լուրջ խնդիր ունի։ Այս այլ խոսքով Իրանը ուշքի չի գալիս, եթե գալի է այսպես ձևակերպել, հարվածներու դարապի տակ պաշտոնական հայտարարությունները գխոսին 20-ը ավելի ղեկավարներու սպանության մասին, բանը որ գրնա շատ ավելի մեծ լաթիվը, բայց այն անունները որ հայտարարված են, այսինքն գիտեք ճիշտ է որ անփոխարինելի մարդ չկա, սակայն այդ ղեկավարներու քաշը եւ ունեցած փորձառությունը եւ այս բահուն խաղեն դուրս գալը շատ բան կրնա նշանակել իթեպ այս զարգացումները շատ մոդեն կհետևի Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփը եւ անոր այսօր կատարած մի քանի գրառումները շատ բանի մասին կխոսին թե այս հարվածները ունին նախապատմություն հստակ ծրագիր ուղղվածություն եւ մի քանի սցենարներ ի դարբերություն Իրանին, ինչպես որ քիչ առաջացի մինչև այս բահը Իրան գխոսի թե պիտի ծափցնենք Իսրայելը, թե պիտի հարվածենք Իսրայելին, թե Իրան նույնիսկ Իրանի նախագահ Բեժեսկյան գսե թե Իսրայելը պիտի զղջա իր արարքներուն վրա, բայց մենք որպես վերլուծական տաշտի գործիչներ գզարմանանք եւ հարց կտանք, բայց երբ պարոնայք քիչ առաջ նաև ասեմ որ իրանյան դարբեր քաղաքներ այս անգամ բոլորովին նոր ուղղություններով իսրայելյան գործանիչներու թիրախ կդառնան զոհերու թիվը շատ հավանաբար անցած է 100-ը որոնց մեծ մասը թիրախային է կան իհարկե քաղաքային գորուստներ որոնց համար բոլորս կծավեինք բայց նաև այստեղ կարևոր հարցադրումը թե վաղվան օրը ինչ պիտի լա կամ ինչ կսպասե մեզ եթե հայացք մնետենք Իսրայելի վարչապետի ուղղությամբ պիտի նայենք թե շատ զգուշավոր տոնով խոսեցավ այսօր Բենյամին Նեթանյահուն նա նշեց որ այս պատերազմը գրնա երկարատև լա սա հոգեբանական ճնշումի մեթոդներ են ասոնք որ կգիրառվին նաև դիմացի կողմի հանրությունը այսպես ընկճելու կամ ազդելու նաև ան իր ժողովրդին գոչրավ թե պատրաստ եղեք աբաստարաններու մոտ եղեք եւ ցանկացած բահու գրնանք այդտեղ այդ գայլերուն թիմել բայելու համար ծեր անվտանգություն Մյուս կողմէ այստեղ նաև հարց մը գծակի Իրանի հարվածներուն դիմաց այսօր Իսրայելը ոչ միայն իր բանակով կամ հագոտային համագարկերով ապահովագրված է, այլ նաև ունի աշխարհի ամենահզոր բանակներուն աջակցությունը։ Չմոռնանք մերձավոր արևելքի ճուրերուն մեջ են ամերիկյան ռազմանավերը։ Այնտեղ կան նաև Մեծ Բրիտանիա ուժերը։ Եվ չի բացառվիր, որ այս բոլորի գողքին հորտանան Սեուդական Արաբիա, ինչ որ կերպ Իսրայելին ժեստեր, նվերներ մատուցեն, հագարականոր, որ իրենք այսօր բոլորը հերտով դատաբարդեցին Իրանի դեմ եղած հարված։ Այս բոլորը իմի բերելով գրնան գսել, որ Իրանը առնվազն այս բահուն Հանդես չեկավ ինչ որ մեզ շատերը գանգալ էին, որ Իրանը հզոր ուժ է, Իրանը
անբարդելի է Իրանը ունի մի քանի սցենարներ ճիշտ է վաղ է ամբողջական վերլուծումը տալու այս բոլորին արկելի ագնտիրներ բայց եւ այնպես հստակ է որ արդեն 10-12 ժամվա ընթացքին Իրանը շատ ընկճված վիճակի մեջ կգտնվի եւ այս ուղղությամբ նաեւ կան որոշակի ուղերձներ ինչպես դարձյալ բարոն Թրամփին հվում պիտի ինեն երբ անսավ թե այսօր իրենք է որ հետս կգաբվին բանակցություններու սեղան երտալու համար արդյոք այս խաղը ճագերդով գդարվի որբեսի բանակցության նոր փուլը լա եւ Միացյալ Նահանգներ քաղե այնինչ որ պիտի քաղե Իրանեն կարևոր հարցում է կարևոր գետ է նաեւ Իրանի բալիստյան հրթիռներու քննիրը որովհետեւ այսօր թիրախը Իրանը ճունի գորիզային զենք նույնիսկ եթե ունի նայեցեք տեսեք Ռուսաստան գորիզային զենք ունի կարողացավ օգտագործել այս ռուս-ուկրաինական պատերազմին պատասխանը ոչ է հետեւաբար Միացյալ Նահանգներու եւ Իրանի եւ Իսրայելի համար Իրանի գլխավոր թիրախը գորիզային միջուկային ատոմական ինչպես կուզեք կոչել զենքը չէ այլ հերահար բալիստյան զենքերը որոնք խանգարած են ոչ միայն Իսրայելի անվտանգությունը այլ նաև վերջին շրջանում մենք նկատեցինք Կարմիր ծովու փորձանքը որոնք հուսիներն էին եւ ամեն անգամ որ Միացյալ Նահանգներ գործեր ինչ որ նոր թափ տալ խաղաղության գործընթացին հուսիները գուկային եւ խանգարեին այս բոլորը գուտակված է Միացյալ Նահանգներու ասենք ներքին քաղաքական եւ ռազմական որոշում առնող մարմիններու մոտ թե վերջ պետք է տրվի իրանյան հրթիռներու համագարկին եւ քիչ առաջ լուրը ստացա որ Նատանզ քաղաքի մեջ իրախ դարձած է ոչ միայն գորիզային ռեակտորներ այսինքն ուրանի վերարտադրման գետեր այլ նաեւ բալիստյան հրթիռներ պատրաստող գործարաններ խաղը շատ բազմակողմանի է եւ դարձյալ գուզեմ նշել որ այստեղ ամենակարևոր կետը այն է որ այս բոլորի կողքին եւ այս գործընթացներու մեջ ինչ կուզեք քաղել Միացյալ Նահանգները եւ նկատեցեք ամիսներ առաջ երբ Միացյալ Նահանգներ եւ Իրան ուղագի ժխտական երկխոսության մեջ էին Իրանը գտարածեր լուրը ըստ որուն հնդկած օվկիանոսի մեջ տիրախ պիտի դարձվեին ամերիկյան բազաներ խարիսներ բայց չկնաց այսօր այդ կայլին սա ինչ կնշանակե որ Իրանը պատրաստ չէ եւ ճուզեր դիմակայել Միացյալ Նահանգներուն եւ այս ուղղությամբ է որ նախագահ Թրամփ իր ամբողջական նեցուկը դրամատրեց Նեթանյահուին որբեսի գադարե այս գործը եւ ավելիով հեշտացնե Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները գործընթացը չմոռնանք որ Իրան այս բոլորեն անտին կարևոր բանալիներ որ ուներ իր ցերկի մեջ լա Սուրիո լա հատկապես Լիբանանի մեջ լա Իրաքի մեջ դված է հանձնած է արևմուտքին եւ այսօր ըստ երևույթին ոչ թե ճունի կարողություն այլ անջար է այս հարվածներուն դիմաց այս բոլորի մասին անշուշտ պիտի հետևենք զարգացումներուն եւ մինչեւ այս պահը ուրախալի է որ հայկական բարձրավանդակի շուրջ Հայաստանի հագարագործ կողմը Ադրբեջանը նույնպես կհետևի լուր զարգացումներուն առանց որևէ ասենք սահմանային ցարտ այս բանում վտանգներ չկան բայց անշուշտ պետք է մոդեն հետևի զարգացումներուն եւ հուսալի է որ Իրանը նաեւ կարևոր դասեր կկաղե որովհետեւ մեկ է ավելի լրատվական աղբյուրներ կխոսին այն մասին որ մեկ է ավելի աղբյուրներ կխոսին այն մասին որ Իրանը հարվածած կողմի խարիսքները կգտնվին ոչ թե Իսրայելի մեջ այլ Ադրբեջանի մեջ սա կարևոր դաս է տարածաշրջանի առումով եւ հստակ ուղերձ է նաեւ Իրանի ղեկավարության որբեսի դարձյալ վերադասության ենթարկի այն ամբողջը ինչ տեղի ունեցավ անցնող 5 տարին